Նիկոլ Փաշինյանը Ղրղստանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին։ Մոսկվային դուր չեն գալիս Երևանի եւ Կիևի սիրախաղերը, սուր հայտարարություն պաշտոնական Երևանի հասցեին։ Հայ-ռուսական, միջխորհրդարանական ու առևտրատնտեսական հարցեր Ռուբինյան-Մատվիենկո հեռախոսազրույցի առանցքում։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը նվազել է, հայտարարություն Մոսկվայից։ Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել հայ գերիների հարցով առաջին ատյանի վճիռը։ Նույն դեղը տարբեր գնով, գիշերն ու ցերեկը, ով ինչպես է որոշում դեղի գինը։ 2 տարվա փոխարեն 1.5 տարի, ինչպես հունվարին զորակոչվածները։ Ծնողների բողոքը կառավարության շենքի դիմաց։ Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, Արմենիայի ուղիղ եթերում ժամի գլխավոր թողարկումն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղստանում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին, ընդլայնված կազմով նիստը կկայանա օգոստոսի 7-ին։ Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում տարբեր ուղղություններով համագործակցությանը, փոխադարձ առևտրին, տրանսպորտային կապերին, մաքսային կարգավորումներին եւ ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցեր։ Փաշինյանի առանձին հանդիպումների մասին առայժմ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։ Պաշտոնական Երևանի հասցեին սուր հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարության, տեղեկատվության և մամուլության վարչության փոխտնօրենը։ Ալեքսեյ Ֆադեևի գնահատմամբ Ռուսաստանի հետ իրական դաշնակցային համագործակցություն ծավալելու Հայաստանի պատրաստակամությունը կասկածի տեղիք է տալիս։ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, թե Հայաստանը արևմուտքի հետ դաշնակցային համագործակցության մասին բազմաթիվ հռչակագրեր է հրամցնում ժողովրդին, սակայն լավ կլինի նման աղմկոտ ազդարարումներից առաջ ծանոթանալ հայ-ռուսական հարաբերություններին, հասկանալ ով ում որքան է պարտք։ Ֆադեևի խոսքով Մոսկվային դուր չեն գալիս նաև Երևանի և Կիևի ցուցադրական սիրահետումները և եթե Երևանում ցանկանում են, որ իրենց շահերը հաշվի առնեն, այդ դեպքում Մոսկվայի մոտ ինչու պետք է նույնատիպ հարցադրումների հայտ չգան, ուղղված հայ գործընկերներին եզրափակել է ԱԳՆ ներկայացուցիչը։ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Օրենսդիրների ղեկավարները քննարկել են նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները։ Ռուբինյանը նշել է, որ հայաստանյան ապրանքների ռուսական շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են և կարևորել է խնդրի կարգավորումը երկու երկրների միջև գործող իրավապայմանագրային հիմքի և Եվրասիական տնտեսական միության կարգավորումների շրջանակներում։ Քննարկվել է նաև Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգը։ Ռուբինյանը շեշտել է, որ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացումը կարող է լինել միայն Հայաստանի Եվրոպական միությանը պաշտոնական դիմում ներկայացնելուց և գործընթացի առարկայական փուլ մտնելուց հետո։ Վալենտինա Մատվիենկոն ուշադրություն է հրավիրել հանրապետությունում երրորդ երկրների հարցումներով Ռուսաստանի քաղաքացիների համակարգված ձերբակալությունների վրա։ Նրա խոսքով, եթե նման գործելակերպը շարունակվի, Ռուսաստանը ստիպված կլինի իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան։ Իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը շարունակում է կտրուկ նվազել։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով 2024 թվականի ռեկորդային շուրջ 12 միլիարդ դոլար ցուցանիշից հետո 2025-ին այն նվազել է մինչև 8 միլիարդի։ Իսկ այս տարի ևս մոտ 2/3-ով Օվերչուկը կանխատեսել է, որ անկման միտումը կշարունակվի, այն կապելով ԵԱՏՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ներկայիս զարգացումների հետ։ На самом деле, та ситуация, которая... Իրականում ԵԱՏՄ եւ Հայաստանի հարաբերություններում ներկայումս ձևավորված իրավիճակը կանխատեսելի էր։ Վերջին 3-4 տարիներին մենք Հայաստանի մեր գործընկերներին զգուշացնում ենք, որ նման ռիսկեր կան, մասնավորապես առևտրաշրջանառության կրճատման վտանգը։ Եթե հիշում եք, 2024 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը հասել էր ռեկորդային շուրջ 12 միլիարդ դոլարի։ Դա հսկայական ցուցանիշ է։ Այս տարի առևտրաշրջանառության շատ կտրուկ անկում է արձանագրվում եւ ակնհայտ է, որ այն հետագայում ևս շարունակելու է նվազել։
Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել 15 հայ գերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների վերաբերյալ առաջին ատյանի կայացրած դատավճիռները։ ՑՄԱՀ դատապարտված Արցախի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը դեռ հունիսին բանտից ձայնային ուղերձով հայտնել էր, որ իրենց դատավճիռները բողոքարկել են վերաքննիչ դատարանում։ Այս քայլը ըստ Իշխանյանի ձևական բնույթ է կրում, որևէ սպասում չունեն ադրբեջանական արդարադատությունից, պարզապես փորձում են ճանապարհ հարթել դեպի միջազգային դատարան, իսկ Բաքուն հրաժարվում է տրամադրել 15 հայ գերիների դատավճիռները։ Ընդդիմության փոխխոսնակի ընտրության հարցը օրվա օրակարգային թեման էր ազգային ժողովում։ Ուժեղ Հայաստանն առաջադրել է փաստաբան Արամ Վարդևանյանի թեկնածությունը, ընդդիմադիր Հայաստան դաշինքը ևս կողմ է թեկնածությանը, բայց դեռ հարց է, արդյոք Վարդևանյանը իշխանության սրտով է, դեռ որոշում չունեն։ Այսօր կեսօրին հայտարարեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը, որ սահմաններով է Հայաստանը ճանաչում Արամ Վարդևանյանը եւ որ դեպքում կվերադառնա փաստաբանությանը իշխանության հարցից մինչև ինչու են ճերմակել փաստաբան պատգամավորի մազերը։ Էդուարդ Պողոսյանն է հետևել խորհրդարանական նիստին։ Բարև ձեզ։ Ինչու են սպիտակել Արամ Վարդևանյանի մազերը ազգային ժողովի փոխնախագահի ընդդիմադիր թեկնածուի համար ակնհայտ է վերջին 5 տարիների տարբերությունը։ Վստահ է ՔՊԱ-ականներն էլ լավ գիտեն պատճառը, բայց չեն խոստովանի։ Հիմա ոնց որ ոչ թե 5 տարի անց է, այլ 15։ Վարդևանյանը երբեք չի երազել ոչ պատգամավոր, ոչ էլ առավել ևս խորհրդարանի փոխխոսնակ դառնալու մասին, բայց երազանքների ու քաղաքական օրակարգի պարտադրանքի մասին քիչ ավելի ուշ, ի տարբերություն նախորդ փորձերի, երբ նորընտիր ազգային ժողովը իշխանականներին էր ընտրում խորհրդարանի նախագահի եւ փոխնախագահների պաշտոններում, ընդդիմությանը հասնող աթոռի համար ՔՊ-ից հարցեր ունեն նույնիսկ ուժեղ Հայաստանի թեկնածուի կենսագրության հետ կապված։ 4 պատգամավոր է հերթագրվել, թեպետ նրանցից միայն մեկի հարցն է վերաբերում Արամ Վարդևանյանի կենսագրականին։ Մյուսները պարզապես առաջին անգամ ընդդիմությանը հարց ուղղելու հնարավորություն ունեն։ Առիթն օգտագործում են ճշտելու քաղաքական թիմի դիրքորոշումը խմբակցության պատգամավորներից Էդգար Ղազարյանի մի վաղեմի հայտարարության վերաբերյալ։ Չնայած Ղազարյանը 3 ամբիոնից էր խնդրել պատեհ պահին այդ հարցը միայն իրեն ուղղել։ Ձեր հարցերը տվյալ օրակարգին որևիցե առնչություն չունեն։ Ինքը ազգային ժողովի փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու Վարդևանյանը լավ գիտի իշխանության օրակարգը չկիսողների համար միանշանակ ընդունելի եւ ընկալելի չէ այս փուլում ՔՊ-ի հետ ազգային ժողովի ամբողջական ձևավորմանը մասնակցել է, քննարկել են հարցը, որոշել ստանձնել պատասխանատվությունը։ Մենք գտնում ենք, որ ազգային ժողովի սահմանադրության վերապահված բոլոր լիազորությունները, գործիքակազմերը պետք է իրացվեն մեկ առաջնային նպատակի համար՝ ուժեղ Հայաստան ունենալու։ Արամ Վարդևանյանին հարցեր ուղղելիս իշխանականների համար առաջնային օրակարգերը տարբեր են քաղաքական հնչեղություն ստացած դատական գործերից մինչև նույնիսկ Հայաստանի տարածքային ամբողջականություն, մինչև այդ ՔՊԱ-ականը հետաքրքրվում է, հնարավոր է մանդատը խորհրդարանի լիազորությունների ավարտից շուտ վայր դնի, ինչպես նախորդ անգամ։ Թե փաստաբանական համայնքը ձեր կարիքը զգա, դարձյալ գնալու եք, ուզում եմ հասկանալ, քանի ամսով կամ քանի տարով եք գործուղվել ազգային ժողով։ Ես ինքս իմ համար որոշել եմ, որ ես իմ կողմից վերադարձ փաստաբանական գործունեությանը չեմ իրականացնելու։ Վարդևանյանը փաստաբանական գործունեությանն ապագայում չի վերադառնա, փոխարենը ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից առաջարկում են հիմա առիթն օգտագործել հետ դառնալ նախկին կյանք, ինչպես դատարանն իրենց գործընկերոջը խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին թույլ չտվեց ընտրվելուց հետո ստանձնել խորհրդարանական մանդատը։ Ամոթ եմ ապրում, որ տեսնում եմ, որ իմ ընկեր, մեր ընկեր Արթուր Սարգսյանը ազգային ժողովի պատգամավոր հպարտ ունեցի, այս դահլիճում նստած չէ։ Հայաստանի Հանրապետությունում կա դատավոր, որը որոշեց, որ կարող է այս գումարման ազգային ժողովի մեկ պատգամավորի պարզապես թույլ չտալ, որ գա մասնակցի նիստերին։ Ինչի համար չգիտեմ։ Եվ ռեբուս նկարահանելուկ Վարդևանյանի համար ՔՊ-թևից նստի նախագահությունում թիկունքում մեր երկրի միջազգայինորեն ճանաչված տարածքի քարտեզն է լինելու քաղաքացիական պայմանագրի հռչակած իրական Հայաստանի ճանաչում է այն ՔՊ-ից մի քանի անգամ հարցրին։ Ի սկզբանե ասվել է 29800։ Սա մեր պետական իշխանության դիրքորոշումն է։ 29800-ներ, հետո 29743-ներ։ Ես մինչ հիմա չգիտեմ, թե ի վերջո այդ նույն 29800-ը եւ 29743 ո՞նց եղավ։
Օրենսդիրն այսօր հասցնում է ամփոփել միայն Վարդևանյանի հետ հարց ու պատասխանը, մտքերի փոխանակության համար խորհրդարանի կեսից ավելին 59 պատգամավոր դեռ ամբիոն պետք է իջնի։ Եթե սա քվեարկությունը լիներ, դուք կընտրվեիք, պարոն Վարդևանյան։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Նշանակումից հետո կառավարության առաջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում գործադիրի 2026-31 թվականների ծրագիրը կազմելուն համընթաց պետք է նաև վերանային իրենց աշխատանքը այն առավել արդյունավետ կազմակերպելու համար։ Փաշինյանն արձանագրել է, անհրաժեշտություն կա վերլուծելու նախորդ շրջանի բացթողումները, այն ամենը, ինչը չի ստացվել ու չեն կարողացել իրականացնել։ Պատճառները հասկանալ է պետք, դրանցից անել համարժեք հետևություններ, ընդգծել է Փաշինյանը։ Ակնհայտ է, որ մեր գործունեության մի հսկայական հատվածը լինելու է շարունակականության ժանրի մեջ, բայց նաև ակնհայտ է, որ մենք պետք է անենք որոշ վերանայումներ, մեր աշխատանքը ավելի արդյունավետ իրականացնելու համար, այն ինչ նախորդող շրջանում չի ստացվել, մենք իհարկե պետք է վերլուծենք եւ վերլուծում ենք եւ վերլուծել ենք դրա պատճառները եւ պիտի անենք անհրաժեշտ հետևություններ։ Այժմ այն մասին, ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Նույն դեղը տարբեր գնով, գիշերն ու ցերեկը, ով ինչպես է որոշում դեղի գինը։ 2 տարվա փոխարեն 1.5 տարի, ինչպես հունվարին զորակոչվածները, ծնողների բողոքը կառավարության շենքի դիմաց։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, թողարկումը շարունակենք միջազգային լրահոսով։ Իրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն, Լաս Վեգասում կայացած հավաքի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ ԱՄՆ նախագահի խոսքով օրեր առաջ նախատեսվում էր լայնածավալ հարվածներ հասցնել Իրանին, սակայն Թեհրանը խնդրել է չգնալ այդ քայլին։ Թրամփը հավելել է, որ նախընտրում է համաձայնության հասնել, քանի որ չի ցանկանում մարդկանց սպանել։ ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը Հական Ֆիդանի գնահատմամբ, կողմերը հատկապես միջուկային հիմնախնդրի վերաբերյալ արդեն հասել են որոշակի սկզբունքային համաձայնությունների, ուստի եթե կողմերը անկեղծ կամ դրսևորին այս հարցում, մշտական համաձայնագիրը կարող է ձեռք բերվել։ Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցի հարցին, այն ըստ թուրք պաշտոնյայի որոշակի բարդություններ է պարունակում, որտեղ Օմանը ևս պետք է իր դերակատարությունը ունենա, հաշվի առնելով աշխարհագրական քարտեզը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է, պաշտոնակցի հետ հանդիպմանը Բայրամովը հայտարարել է, որ երկու երկրներին միավորում է ռազմավարական գործընկերությունը, որը հիմնված է բարեկամության և փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա, և Բաքուն պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային։ Նրա խոսքով Ադրբեջանն արդեն գազ է մատակարարում 16 երկրի, որոնցից 12-ը գտնվում են Եվրոպայում։ Վերադառնանք մեր երկիր, ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը անդրադարձել է ընդդիմադիրների հետ իրենց համագործակցությանը, վստահեցրել, որ քննարկումները շարունակվում են, ակտիվ համախմբվում են։ Այդ ուղղությամբ գործնական քայլերին սակայն Կարապետյանը չի անդրադարձել։ Եթե իրենք ցանկություն ունենային մեր գործընկերները ընդունեին իմ առաջարկությունը ուղիղ եթերում համախմբվեինք, դուք հիմա կտեսնեիք ու ես կասեի, բայց քանի որ ցանկություն եղավ համախմբվել, բայց որ դուք չիմանաք, գործուն քայլեր չկան այդ առումով, դե գործուն քայլերը դուք հոմամեն չեք տեսնելու։ Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացրել մինչև 2026 թվականի հունվարի 1-ը զորակոչվածների ծնողները։ Նրանց որդիները շարունակում են ծառայել 2 տարի, այնինչ 2026-ի տարեսկզբից պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվել է, դառնալով 1.5 տարի։ Ծնողները պահանջում են, որ նոր կարգավորումը կիրառվի նաև իրենց որդիների նկատմամբ, պնդում են, որ նույն ժամանակահատվածում ծառայություն իրականացնող զինծառայողների նկատմամբ տարբերակված մոտեցումը արդարացված չէ։ Նրանց խոսքով պահանջին արդեն միացել է շուրջ 500 ծնող և հարցը չլուծվելու դեպքում վստահ են թիվը կավելանա։
Եղել է պահը, որ վարչապետը ասել է կվերանայենք, եղել է, որ ասել են չենք վերանայի, այսինքն մենք այս պահի դրությամբ որևէ ճիշտ պատասխան չունենք։ Այս անհավասարության վերջը պետք է դրվի, թե չէ, չի կարելի, էլի հասկանում եք, եթե հիմա տեսեք, տղաներ են ամեն դեպքում, չէ, ծառայակիցներ են, մի մասը ենթադրենք նույն զորամասում, հա, տարի ու կես է ծառայում, մյուս մասը 2 տարի։ Այսինքն զրույցներ են, տղաներ են, խոսակցություններ են եւ վերջապես իրանց միջև սկսվում է ինչ-որ տարաձայնություններ։ Նույն դեղը տարբեր գներով ցերեկն ու գիշերը։ Պարզվում է որոշ դեղատներում, եթե ջերմիջեցնող միջոցը արժե ենթադրենք 1000 դրամ, գիշերը այդ նույն հաբը կարող է արժենալ օրինակ 1200 դրամ։ Խնդրի շուրջ սոցիալական ցանցերում հաճախ են դժգոհում քաղաքացիները։ Ինչով է սա պայմանավորված։ Այսպես ասած, գիշերային հարկ է գործում, թե տնտեսվարողը ինքն է որոշում վաճառվող դեղամիջոցի գինը։ Դեղերի գիշերային ու ցերեկային գների հետքերով գնացել է Քնարիկ Պետրոսյանը։ Քիչ առաջ դեղատնից գնեցի մի պրոդուկտ, դեղամիջոց, որից հաճախ եմ գնում ու մոտավոր գինը գիտեմ։ Մի պահ զարմացա, երբ վաճառողը ասեց, որքան պիտի վճարեմ, հետո նայեցի ժամին 12:15 էր գիշերվա։ Հիշեցի, որ գիշերային հարկ եմ վճարում։ 12 է դրա համար է թանկ, 8% ինձ փոփեց վաճառողը։ Ենթադրում եմ, ըստ ապրանքի գինը տարբեր տոկոսով է բարձրանում։ Սոցիալական ցանցերում դժգոհում են, որ նույն դեղամիջոցը կեսգիշերից հետո ավելի թանկ են գնում։ Բողոքում են նույն ապրանքը նախկինում բազմիցս գնել են ավելի էժան եւ պնդում են, որ գնի տարբերությունը պայմանավորված է եղել միայն վաճառքի ժամով։ Պարզվում է նման դեպքերը եզակի չեն։ Գիշերային ժամերին աշխատող որոշ դեղատներում նույն ապրանքի արժեքը կարող է բարձրանալ։ Վաճառողները հաճախ դա բացատրում են ծրագրային փոփոխությամբ կամ գիշերային սպասարկմամբ, սակայն արդյոք օրենքը սահմանում է, թե որքան կարող է թանկանալ դեղը։ Ես իմ մեկնաբանությունը կարամ ասեմ, որ կա հավելյալ վճարներ գիշերը ժամը 24:00-ից օրինակ Երևանում աշխատելու համար, եթե չեմ սխալվում, տարեկան տունքը 250,000 դրամ է, հետո գիշերային աշխատողների մնականաբար վճար տալը եւ այլն։ Դրա հիման վրա, չգիտես, հավանականությամբ տնտեսվարողը այդ բեռը բարձրացնում է արդեն դեպի սպառողը։ Մասնագետների խոսքով շատերը կարծում են, թե գործում է հատուկ գիշերային հարկ, սակայն իրականում նման հարկ գոյություն չունի։ Եթե որևէ դեղատուն գիշերային ժամերին բարձրացնում է գները, դա տնտեսվարողի գնային քաղաքականության հետևանքն է, ոչ թե առանձին պետական վճար է։ Սակայն այստեղ առաջանում է մեկ այլ հարց. ով է վերահսկում, որքան հիմնավոր են այդ բարձրացումները։ Արդյոք դրա հետ կապված կա վարչարարություն կամ որևէ բան, այդ մասով իմանալով չկա նման բան։ Այսինքն տնտեսվարողն է որոշում իր ապրանքը ինչ գնով վաճառել։ Այսպիսով, եթե կեսգիշերից հետո նույն դեղամիջոցը ավելի թանկ է գնում, դա չի նշանակում, որ վճարում եք գիշերային հարկ։ Ավելի հավանական է, որ տվյալ դեղատունը գիշերային ժամերի համար կիրառել է իր կողմից սահմանված գնային քաղաքականությունը։ Իսկ սպառողներին մնում է համեմատել տարբեր դեղատների գները եւ ընտրել իրենց համար առավել շահավետ տարբերակը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Այս տարի բուհերի թրենդային մասնագիտությունների առաջին եռյակը գլխավորում է ստոմատոլոգիան, այնուհետև տնտեսագիտությունն ու իրավագիտությունն են նախընտրում երիտասարդները։ Վերջին տարիներին նկատվող շինարարական բումի հետ ավելանում է նաև ճարտարագիտության նկատմամբ հետաքրքրությունը։ Դրական այս պատկերին զուգահեռ, սակայն մտահոգիչ պատկերել ունենք։ Այս տարի աննախադեպ թվով երիտասարդներ չեն կարողացել դրական գնահատական ստանալ ու հաղթահարել բուհերի սահմանածանցողիկ շեմը։ Հարցը օրակարգային է, դարձել է կառավարության քննարկման թեմա, բայց ով է մեղավորը, ուսուցիչը թե դիմորդը։ Կրթական փորձագետները չեն շտապում մեղադրել ուսուցիչներին։ Բուհերի ընդունելության քննությունների վերջնական արդյունքներով այս տարի ուսանողական լսարանները կհամալրեն 10,958 առաջին կուրսեցիներ։ Հիմնական փուլում դիմորդների 97%-ը նախընտրել է պետական, իսկ ընդամենը 3%-ը ոչ պետական բուհեր։ Կրթության փորձագետների գնահատմամբ այս տարբերությունը պայմանավորված է պետական բուհերի համեմատաբար բարձր վարկանիշով եւ ավելի լայն հնարավորություններով։ Հայաստանում հիմա այնպիսի իրավիճակ է, որ պետական բուհերի վարկանիշը ավելի բարձր է եւ նաեւ հնարավորությունները ունենք իհարկե շատ քիչ թվով նորմալ ոչ պետական բուհեր, բայց ընդհանուր համակարգը զիջում է։ Անփոփոխ է մնացել նաև ամենապահանջված մասնագիտությունների տասնյակը։ Առավել շատ դիմորդներ ունի ստոմատոլոգիա մասնագիտությունը, երկրորդ տեղում տնտեսագիտությունն է, երրորդում իրավագիտությունը։ Մասնագետները դիմորդների ընտրությունը կապում են առաջին հերթին աշխատաշուկայի պահանջարկի եւ մասնագիտական եկամտի ակնկալիքի հետ։ Ստոմատոլոգիան զարգացող ոլորտ է եւ անդադ
Նաև ընդգրկված է շատ ապահովագրական, այսպես ասած, փաթեթներում։ Տեսեք, ինչքան ստոմատոլոգիական կենտրոններ են բացվում։ Մենք այսօր չունենք մի մասնագիտություն, որը աշխատաշուկայում պահանջարկ չունի ու մեծ մրցակցություն կա։ Նայեք ճարտարապետությունը։ Վերջին տարիներին շատ մրցակցային է դարձել։ Դա էլ պայմանավորված է, ասենք, շինարարությունով։ Երկրում շինարարական բում է, անընդհատ շենքեր պիտի նախագծվեն։ Մարդիկ տեսան, որ այդտեղ գումար կա, հիմա ուզում են դառնալ ճարտարապետ։ Ընդունելության արդյունքները սակայն բացահայտել են նաև մտահոգիչ պատկեր։ Փաշինյանն էլ ֆիքսել է նախորդ տարվա համեմատ զգալիորեն աճել է անբավարար գնահատական ստացած դիմորդների թիվը։ Կառավարության նիստում վարչապետը ցուցանիշը ահազանգ է համարել այն կապելով կրթական բարեփոխումների դանդաղ տեմպի հետ։ Ատեստավորման գործընթացը դա 1, 2, 3, 4, 5, 6, 7, ասենք, ինչքան կարելի է, չի հաղթահարում մարդը, պետքա վերջ, ասենք, վերջ, էլ պետքա չաշխատի դպրոցում, որովհետև այդ իր աշակերտն է, որ գնում է, չի կարողանում ընդունելության քննությունը գոնե բավարար ստանա, չենք ասում է գերազանց ստանա, գոնե բավարար ստանա։ Սրանք խնդիրներ են։ Մասնագետները սակայն չեն համարում, թե քննական շեմը չհաղթահարելը հենց ուսուցիչների աշխատանքով է պայմանավորված։ Հիշեցնում են նաև կրկնուսույցների առանցքային դերակատարությունը։ Իհարկե, այդ թիվը կապել միայն ուսուցիչների հետ, այդքան էլ ճիշտ չէ, որտեղ թունելության քննության ժամանակ շատ մեծ դեր են խաղում կրկնուսույցները։ Իհարկե, ուսուցիչներն են կարևոր, որտեղ հիմքը իրանք են դնում, բայց այդ process-ին ավելի շատ պատրաստում են կրկնուսույցները։ Խնդիրն ավելի հեռացնելով ուսուցիչներից փորձագետները շեշտում են, աշակերտների առաջադիմության վրա ազդում են նաև սոցիալական ցանցերից վաղ տարիքից օգտվելը, ընթերցասիրության պակասը, դեպի գիրքը քիչ հակվածությունը եւ ուսման նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը։ Արդյունքները բարելավելու համար ըստ մասնագետների անհրաժեշտ են ոչ միայն ուսուցիչներին ներկայացվող հստակ պահանջներ, այլև ատեստավորման տրամաբանական համակարգ, սովորելու մոտիվացիայի բարձրացում եւ կրթության նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխություն։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Այսօր արտակարգ դեպք է գրանցվել Արմավիրի մարզում, կեսօրին մոտ Նորապատի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 անձ քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն, նրանցից մեկը բենզալցակայանի աշխատակիցն է, մյուսը հաճախորդ։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս եւ օրվա այլ կարևորի մասին հաջորդիվ մեկ տեսաշարում։ Մոսկվան եւ Երևանը քննարկում են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության եւ Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական բաժանմունքի բացման հարցը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վլադիկավկազում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ներկայացուցիչ Բագիր Մամիևը։ Հյուպատոսական գրասենյակ բացելու ծրագրերի մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ի դեպ դեռևս 2023 թվականին է հայտարարել։ Այսօրվա դրությամբ տվյալ հարցը, ինչպես նաեւ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման հարցը երկկողմ օրակարգից հանված չէ, սակայն որոշակի ժամկետների մասին խոսելը վաղաժամ է, ասել է Մամիևը։ Հայաստանի աշխարհում առաջին քրիստոնյա ազգի առաքելական եկեղեցու առաջնորդը եւ 6 այլ բարձրաստիճան հոգեվորականներ ուրբաթ օրը կկանգնեն դատարանի առջև կառավարության հետ սուր պայքարի հերթական էսկալացիայի շրջանակում։ Այս մասին գրում է միջազգային լրատվական գործակալությունը։ Գործակալությունը գրում է, թե կաթողիկոս Գարեգին Բն, ով եկեղեցին ղեկավարում է 1999 թվականից, մյուս ամբաստանյանների հետ մեկտեղ մեղադրվում է քաղաքացիական դատարանի, եպիսկոպոսին ժամանակավորապես վերականգնելու որոշմանը չհետևելու համար, ում եկեղեցին կարգալույծ էր արել։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում։ Գործը ըստ Reuters-ի ամենալուրջ իրավական մարտահրավերն է առաքելական եկեղեցու ղեկավարության համար, որը Հայաստանում ազդեցիկ կառույց է եւ երկրի կողմից քրիստոնեության ընդունումը հաշվում է 301 թվականից։ Մուլտիտրանսպորտ ընկերության տնօրենը կալանավորվել է 2 ամսով Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ խափանման միջոց ընտրել կալանքը։ Հուլիսի 31-ին հայտնի դարձավ, որ իրավապահները խուզարկություն են կատարել մուլտիտրանսպորտ ընկերությունում եւ ձերբակալել տնօրեն Արտուր Դալլաքյանին։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց առանձնապես խոշոր չափերի խարդախության օժանդակելու եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման օժանդակելու հոդվածներով։ Քննչական կոմիտեն հաղորդում է նաեւ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նոր մեղադրանքի առաջադրվել $2.5 միլիոն շորթման եւ փողերի լվացման գործով։
Երևանի ընտրված դեղատներում անվճար հասանելի են ՄԻԱՎ-ի ինքնաթեստավորման OraQuick արագ թեստը։ Այս ծրագրին մասնակցող դեղատներում հնարավոր է ձեռք բերել ինքնաթեստավորման թեստ։ Այն անվճար է անանուն առանց անձնական տվյալներ տրամադրելու, հեշտ կիրառելի է տնային պայմաններում, իսկ արդյունքը պատրաստ է լինում մոտ 20 րոպեում։ ՄԻԱՎ-ի կարգավիճակի իմացությունը ըստ մասնագետների կարևոր քայլ է սեփական եւ շրջապատի առողջության պահպանման համար։ Կառավարությունը հաստատել է Սպիտակում նորակառույց շենքի 23 բնակարանի հատկացումը երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին։ Բնակարանները կտրամադրվեն հաստատված ցանկում ընդգրկված ընտանիքներին, որոնք վերջին 36 ամիսների ընթացքում առնվազն 183 օր փաստացի գտնվել են Հայաստանում։ Նվիրաբերված բնակարանները 10 տարի չեն կարող օտարվել, իսկ չբաշխված բնակարանները կներառվեն սոցիալական բնակարանային ֆոնդում։ Արարատի մարզի Նորապատ բնակավայրում գործող բենզալսակայանում պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքի մասին ահազանգը ըստ Շամշյան.com-ի ստացվել է օգոստոսի 6-ին ժամը 12:20-ի սահմաններում։ Տեղում պարզվել է, որ քաղաքացիների օգնությամբ 2 հոգի տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն, նրանցից մեկը բենզալսակայանի աշխատակից է, մյուսը հաճախորդ դեպքի փաստով նախաձեռնել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզում են բենզալսակայանի սեփականատիրոջ եւ վիրավորների ինքնությունը։ Պայթյունը տեղի ունեցել բենզալսակայանի տարածքում հողի տակ տեղադրված բենզինի բաքում։ Բենզալսակայանը պայթյունից հետո ամբողջությամբ հոսանքազրկվել է, գործունեությունը կասեցվել է։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Այժմ օդերևութաբանական կանխատեսումներ, եղանակի տեսության հովանավորն է գերմանական Vaillant ապրանքանիշը, գերմանական որակի, առաջատար տեխնոլոգիաների եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Vaillant ձեր բնակարանի կայուն եղանակը։ Այժմ Երևանում եւ մարզերում սպասվող ջերմաստիճանի մասին ավելի մանրամասն։ Եվ այսպես, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասում են 21-ից 28, Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 31-ից 36 աստիճան տաքություն։ Լոռիում կլինի 23-ից 27, Տավուշում 24-ից 33 աստիճան ջերմություն։ Արարատում, Արմավիրում սպասվում է 32-ից 36, Սյունիքի Հովիտներում 31-ից 34 աստիճան, Սյունիքի նախալեռներում կլինի 24-ից 28 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների, գիշերը սպասվում է 19-ից 21, ցերեկային ժամերին 33-ից 35 աստիճան ջերմություն։ Երեկոյան ժամերին սպասվում է 29-ից 31 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։